Ձեր սպասելիքները նախ կարճ այսօրվա ժողովի մասով ձեր որ արժանիքի համար պետք է Մակար Կիրակոսյանին ընտրել։ Դա կարծում եմ ես չէ որ պետք է ասեմ, դատավորները մրցակիցների դրա գնահատականը կտան։ Ովքեր են ձեր մրցակիցները։ Մրցակից որպես այդպեսին չկա, նախ դատական համայնքում մենք գործընկերներ ենք, մրցակիցներ չենք, առնվազն։ Այս բան քրեական մասնագիտացման միայն իմ տեխնացությունն է եւ քաղ մասնագիտացված այլ գործընկերոջ տեխնացությունն է։ Մեկ քրեական մասնագիտացման, մեկ քաղ մասնագիտացման։ Մյուսը Լիլիթ Սարգսյան։ Այո։ Երկուսը ըստ էության կընտրվեք, մի հատ քաղ, մի հատ քրեական։ Պարոն Կիրակոսյան, ես ուզում եմ, որ դուք որպես դատավոր մի իրավիճակի մասին գնահատական տաք, դա միջազգային կառույցներն են այդ գնահատականը տվել, որ դատական իշխանությունը քաղաքականացված է։ Դուք ունեք այս ամենին հակափաստակ։ Երրորդ իշխանությունը քաղաքականացված է։ Չեմ կարող այդ հարցին այսպես գնահատել։ Զանգ չի հնչե երբևէ։ Երբևէ։ Կարողա ձեր բախտը չի բերել ձեզ քաղաքական գործեր չեն մակագրել, որ այս զանգը գա ասեն, պարոն Կիրակոսյան, գիտեք ինչ պետք է անեք։ Առնվազն կարող եմ արձանագրել որևիցե նման միջադեպ կամ երևույթ։ Երբևէ չի։ Դուք այսինքն դատական համակարգը ներկայիս իրավիճակում լիարժեք անկախ եք գնահատում։ Առնվազն այո։ Միջազգային կառույցները ձեզ չի անհանգստացնում իրենց գնահատականները, ասենք քաղաքական ամենայն անկեղծությամբ որ ծանոթ չեմ նշված փաստաթղթին գնահատական տալը կարծում եմ առնվազն ճիշտ չի լինի։ Դատական օրենսգրքի փոփոխություններին ծանոթ եք, ազգային ժողովի առաջին ընթերցման արդեն անցել է։ ՀԿ-ներին բերում են ձեր գլխին մահակ, որ մի լավ վարույթները հարուցեն, որ ցանկալի դատավորներին ասեն կարգապահական վարույթի արդյունքում որոշվեց ձեր լիազորությունները դադարեցվեն։ Չեք պատրաստվում խոսել։ Ես իմ խոսքը նախագծի վերաբերյալ իմ դիրքորոշմամբ գրավոր արտահայտել եմ։ Ասեք գրավոր ինչ եք արտահայտել։ Թույլ տվեք այս բանին չասել։ Չէ, գաղտնիք չկա։ Ումից։ Իշխանություններից, որ կարող է շատ հանգիստ ԲԴԽ-ն որոշի պարոն Կիրակոսյանին այսօր կանչել ասել այ գնահատական եք տվել Դավիթ Հարությունյանի ճակատագրին արժանանակ մարդը գնահատական էր հնչեցրել դատական համակարգը։ Վախի մթնոլորտ չկա, որովհետև վախ առնվազն ես չունեմ։